Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնամողների մեծ մասը 40%-ը իքական սերն է, կանայք են եւ հարսներն են Հայաստանում կարծես թե դա հատկապես այդպես է ինչ եք կարծում այս առումով մենք առանձնահատուկ ենք եւ արդյոք այն մարդիկ ովքեր այդ խնամքը տանում են հոգեբանական հարցերն հոգեկան առումով էլ դժվար է մեկուսացումը նրանց համար ինչ ունենք առաջարկելու յուրահատուկ չենք մեր մոտ էլ դա հիմնականում կանայք են ինչպես ընդհանրապես ասենք ամբողջ աշխարհում 70%-ը մոտավորապես բուժաշխատողների կանայք են մեր մոտ 80% էլ մի բան էլ մի քիչ ավելի բարձր է ուսուցիչները եւ բժիշկները միշտ համարվել են ասես կանացի մասնագիտություններ են եղել եւ խնամքն էլ իհարկե տանը մեծ մաս ընկնում է կանանց բեռա կանանց ուսերինա եւ իրանք ընդհանրապես ես կասեի գենդերային խնդիրները Հայաստանում քիչ ավելի սուր են դրված քան ամբողջ աշխարհում եւ սա լրացուցիչ իրանց համար գենդերային բեռա իհարկե իրանց մենք փորձում ենք օգնել հենց նրանով որպեսզի կարողանանք հեշտացնել այստեղ մի հատ օրինակ հետաքրքիր խնդիր կա մենք ուզում ենք պարզել որքանով ընդունելի կլինի պացիենտների կողմից այսպես ասած ինստիտուցիոնալիզացիա բանի հա խնամքի այսինքն հատուկ կենտրոններ տեղափոխելու որովհետև օրինակ մենք փորձ ենք ունեցել մի քանի դեպք բաների հարցազրույցների ժամանակ ոնց թե ինձ ուղարկեն բան Բուժարուն ինքն է դեմ ոչ թե ընտանիքի անդամները բուժարուն էլ բանն էլ խնամողներ ոնց թե ես իմ հորս թողեմ գնա ոչ մի դեպքում հա այդպիսի բանել են ասում բայց ասեմ մենք հիմա նոր ենք սկսել օգտագործել մի տերմին որը մի քիչ ավելի չեզոք է հա խնամքի կենտրոն տարեցների խնամքի կենտրոն ծերանոց բառն է մեր մեջ նստած հա որը իրականում շատ նեգատիվ բան է կրում էլի կոնոտացիա է կրում Ես կարող եմ իմ փորձառությունից էլ ասել մի անգամ միկին զանգ տվեց Alzheimer-ը խնամք Հայաստան ասաց որ մայրս վատ է ուր տանեմ դες տեղ ասեք որ տանեմ ես մի քիչ գուցե կոշտ պատասխանեցի ես ուր պիտի տանեք ձեր մորը երբ որ դուք փոքր եք եղել երբ որ դուք հիվանդ եք եղել ջերմել եք չեք քնել ուր է տարենլա ձեզ պիտի խնամեք որովհետև նաև զավակները այդ պարտավորություններ ունեն այլ հարց է որ պետությունը այլ գործիքակազմով ուղակի թեթևացնի այդ մարդկանց հոգսը եթերում շատ պալիատիվ կենտրոնների ղեկավարներ կազմակերպիչներ առաջարկել են խնամողի արձակուրդ հասկացությունը եւ մենք շատ հրախուսում ենք որպեսզի խնամողը 15 օրով որոշ ժամանակով այսինքն բուժարույն տեղափոխի համապատասխան կենտրոն որտեղ մասնագետները կաշխատեն ինքը հանգստանա ուժ հավաքի էներգիա հավաքի որովհետեւ իսկապես դժվար աշխատանք է Ճիշտ է, արտասահմանում կա նույնիսկ տերմին կա, այդպես respite care-ը կոչվում, հանգստի խնամ, երբ որ խնամողներն են հանգստանում, բերում են շաբաթ-կիրակի օրերը սովորաբար բերում են բան, որ խնամքի կենտրոններ, որպես այդ 2 օրը գոնե մարդիկ լիարժեք հանգստանան, հա, եւ աշխատանքից եւ տան հոգսերից լիարժեք հանգստան, դա ընդունված տարբերակ է Այստեղ ասում եմ հոգեբանական բաներ կան շատ այնց խոչընդոտներ կան, բարիերներ կան, որը պետքա կամաց հաղթահարվի միանգամից ոչ մի բան չենք կարող անել եւ այստեղ ասեմ այդ նույն պալիատիվ խնամքը ժողովուրդը շատ սխալ է հասկանում պալիատիվ խնամքը ես գիտեմ դեպքեր երբ որ ասենք հոգեվարկի մեջ պացիենտին պալիատիվ բաժանմունքում պարկած այդ բանի ուրսկաբանության ասում գորմա կանչեք հետ բերեք Մենք պետք է հասկանանք, որ եթե բերել են պալիատիվ խնամքի կենտրոն, ուղղակի պետք է հիվանդը չի կյանքի որակի բարելավումն է։ Մարի, ոչ թե տառապանքի տանջակների մեջ։ Խնդիրը լրիվ ուրիշ է պալիատիվի։ Ես շատ երկար զբաղվել եմ նաև պալիատիվի, ասենց ասեն գաղափարախոսությամբ եւ քաղաքականությամբ, որտեղ ես բուժող բժիշկ չեմ, ես կազմակերպիչ եմ, եւ շատ եմ փորձել այդ հասկացնել բոլորին, որ հասկացեք պալիատիվի գաղափարը լրիվ ուրիշ է։ Պալիատիվ օգնության բժշկի հաջողությունը ոչ թե հիվանդին 3 օր ավել պահելն է, այլ հաջողությունը, որ նա հանգիստ մարի, հանգիստ հեռանա այս աշխարհից, առանց ցավի, առանց տառապանքի։
Երևի պիտի այստեղ բառ օգտագործենք հայերեն ամոքիչ բառը, ամոքիչ բառն ենք մենք հիմա փորձում որովհետև գուցե պալիատիվ ասում ենք մարդիկ ակնկալիքներն այլ են այդ կենտրոններում մարդիկ ցավոք չեն բուժվում, այլև կյանքի որակն է բարելավում մինչև վերջին օրը, վերջին պահը։ Այո, դուք ճիշտ եք։ Եվ նույնիսկ բժիշկները դա չեն հասկանում։ Շատ բժիշկներ չեն հասկանում։ Վերադառնալով խնամատարների խնդրին, կարծեմ ձեր գոլեգան Հովհաննես Սամավելյանն այստեղ եթերում ասաց, որ 40% խնամողների էլի ավելի վաղ մահանում է, քան խնամվողը, որպեսզի ավելի պատկերացնենք, թե ինչ բեռ է այդ մարդկանց վրա, որոնք երբեմն լուռ, երբեմն դա միանշանակ հոգեբանական եւ ֆիզիկական շատ մեծ բեռ է, շատ մեծ, եւ եթե մարդը հոգեբանորեն հանձնվում է, արդեն ոչ բժշկությունը կարող է օգնել եւ ոչ բան, այո, իսկ իրանք շատ հաճախ կոտրվում են, հանձնվում են տեսնելով այդ տառապանքները ու վախա մեջներ են գնում, բայց ես էլ եթե իմ ծնողս այդպես էր, ես էլ գենետիկա եւ այլն, հա, ուրեմն կարող է պատահի հետո խղճի խայթ են զգում, որ բավարար չարեցին, չկերավ, լավ չկերակրեցին, կամ մի կոշտ խոսք ասեցին, համբերությունը չհերիքեց։ Իսկապես դժվար է։ Սա իմ համար շատ մի քիչ անսպասելի, բայց շատ հաճելի ուրեմն իրադարձություն է, որովհետև մի բան է ուսանողների հետ շփվել, մի բան է ուրեմն հետազոտություն անել, մյուսը հնարավորություն ունենալ շփվել մարդկանց հետ, դիմել այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք, հա, հանրային առողջության, առողջապահության, այո, լայն զանգվածներին մեր խոսքը։ Պարոն Թադևոսյան, այսօր մենք խոսելու ենք մեծահասակների մասին, այն ծրագրերի համար, այն կոնկրետ ծրագրի համար, որ ուղղված է եւ դեմենցիա ունեցող մարդկանց, Ալցհեյմերի հիվանդություն եւ նաեւ պալիատիվ խնամքի, այսպես ասենք, հասցեատերերին եւ նրանց ընտանիքի անդամներին խնամատարեն։ Ինչ ծրագրի մասին է խոսքը, ինչ դրամաշնոր է, ինչ եք իրականացնում, երբ եք սկսել, ինչ նպատակներ ունեք։ Ուրեմն սա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ծրագրերն են, թեմատիկ ֆինանսավորման ծրագրերն են 3 տարվա։ Մենք դիմել էինք 25-27 թվականների համար է, հաջողվել է, ես ասեմ, սա շատ ուրախալի բան էր, որտեղ սա նաև հրաշալի, բացի որ մենք գիտություն ենք անում, սա նաև հրաշալի հնարավորություն է երիտասարդ ամբյոնի աշխատակիցներին ներգրավել հետազոտության մեջ, ներգրավել հանրային, այսպես ասած, խնդիրների բարձրաբանման, լուսաբանման եւ գնահատման։ Ծրագրի նպատակը պարզել ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող պացիենտների եւ նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը, բացահայտել նրանց կարիքները, այն բացթողումները, որոնք գոյություն ունեն, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, գիտենք, որ նրանց կյանքի որակը շատ է խախտված, շատ ծանր է ընտանիքի վիճակը, այդպիսի ծանր հիվանդներ ունեցող ուրեմն ընտանիքներում, բայց միջև դա չի չափվում, չի դասակարգվում, չի գնահատվում, դա խոսակցություններ են եւ լուրջ ծրագրեր ինտերվենցիոն ծրագրեր ազդելու ուրեմն այդ խավի վրա, այդ շերտի, այդ մարդկանց վրա հնարավոր չի, որտեղ այստեղ պետք է ճիշտ ռեսուրսները բաշխել, հստակ հասկանալ որտեղից է գալիս ամենամեծ, այսպես ասած, բեռը ընտանիքին, հա, դա հոգեբանական է, դա ընկճախտն է, դա ցավ է, դա սոցիալական զրկվածությունն է, որին ենթարկվում են այդ տիպի հիմնականում խնամողները, պացիենտները եւ ստիպված խնամողները, որտեղ շատ հաճախ խնամողները ստիպված են լինում, եթե ոչ լքել լրիվ աշխատանքը, այսպես ասած թեթև ռեժիմի անցնել, որպեսզի կարողանան եւ տունը աշխատեն, տունը խնամեն եւ աշխատանք ինչ որ ձևի պահպանեն։ Ընդհանուր առմամբ առողջապահությունում ամենտեղ ուրեմն ռեսուրսները սահմանափակ են բոլոր մակարդակներով, դա լինի պետական մակարդակ, համայնքային թե անհատական ընտանեկան մակարդակ, եւ որպեսզի կարողանանք առավել արդյունավետ այդ ռեսուրսները ծախսել եւ մինիմալ ծախսերով ստանալ մաքսիմալ հնարավոր արդյունք, պետք է հասկանանք
որտեղ ու ճիշտ ենք մենք ծախսում թե չէ։ Դրա համար պետք է ամեն ինչ ուսումնասիրվի, չափվի, չափագրվի, այդ թվում վիճակագրական վերլուծության ենթարկվի, որտեղ այդ ինտուիտիվ մոտեցումները դե հա գիտենք էլի մարդը մեծացել է, խելքը թրծրել է, պետք է մի ձևի յոլա տանել, դա էլ մոտեցում է, բայց դա ասում են քանի ընտանիքի դրանը չի չոքել խնդիրը, դա հեշտ է ասել, բայց երբ որ այո, իսկ մեր աշխատանքի հիմնական նպատակը լինելու է գնահատել այդ իրավիճակը, հասկանալ որտեղ են ամենամեծ բացերը, որտեղ ինչ կարելի է անել եւ դուրս գալ առաջարկություններով եւ հասարակական կազմակերպություններով միանշանակ հասարակական կազմակերպությունների դերը այս տիպի խնդիրներում շատ մեծ է եւ իհարկե պետական մակարդակ է առողջապահության նախարարություն, սոցիալական աջակցության ծառայություններին եւ այլն։ Պարոն պրոֆեսոր, ես ճիշտ եմ հասկանում, որ այն լուծումները, որ նախ խնդիրը դուք կքարտեզագրեք, հասկանաք եւ լուծումներ կառաջարկեք, որը պիտի ծառայի պետությանը այս ոլորտում ձեր ասած ինտերվենցիաները, միջամտությունները կատարել։ Այսպես ասենք, պետությունը այսօր էլ ինչ որ բան անում է, բայց որպեսզի ավելի արդյունավետ անի, ավելի ծախս արդյունավետ անի, ավելի ճիշտ անի, այո, մենք պիտի առաջարկություններ անենք։ Այս պայդրությամբ երբ եք ծրագիրը արդեն սկսում, արդեն սկսել է, դաշտային աշխատանքներ են կատարվում, երբ պետք է արդյունքներ ներկայացնենք, ասացի կարծես թե 3 տարվա ընթացքում պետք է։ Ծրագիրը 3 տարվա է, մենք արդեն սկսել ենք, բոլոր նախապատրաստական աշխատանքները անց են կացրել, հիմա մենք արդեն սկսում ենք փորձարկումները, այդ հարցաթերթիկների մեր մոտեցումների փորձարկումներն ենք արել, արդեն մի քանի տասնյակ դեպքեր քննարկել ենք, ուսումնասիրել ենք, որոշակի շտկումներ ենք անցկացնում մեր աշխատանքային ծրագրերի մեջ իհարկե, եւ մեծ հիմա շատ ինտենսիվ աշխատանք ենք տանում տարբեր բուժ հիմնարկների եւ հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի հավաքագրենք, գտնենք այդ պոտենցիալ շահառուներին, որոնց կարելի է հասնել, որովհետեւ այստեղ ուրիշ խնդիր կա, նրանք շատ հաճախ գրանցված չեն լինում պաշտոնական կայքերում, բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, որովհետեւ այլ եմ ասում, ժողովրդի մոտ այսպեսի մեծ բան կա, էլի տարածված, դե մեծ մարդ է, այլ ինչ պետք է անենք, թող տունը յոլա տանենք, հա, նրանք չեն էլ դիմում շատ հաճախ։ Մի շարք հիվանդություններ շատ լավ գրանցվում են, ասենք քաղցկեղը գրանցվում է, շաքարային դիաբետը գրանցվում է, բայց այդ հոգեկան հիվանդությունները եւ այդ խանգարումները, որոնք տարիքային շատ բան են, դեմենցիաները հատկապես, դրանց պետք է գտնել եւ հիմա մենք այդ process-ում ենք գտնվում, մեր ծրագրերով մենք եկող տարվա ընթացքում պետք է ամբողջը հավաքագրենք, մշակենք եւ 27 թիվը արդեն վերլուծել, առաջարկություններ ձևակերպել, տպագրել այդ աշխատանքները եւ մենք չեմ անում օգտվեմ առիթից ասեմ, որ մենք մանենք գալիս ձեզ, եթե կարող եք գտեք մեզ դուք էլ օգնեք մեզ։ Կարող ենք կոչ անել, եթերում մեզ լսող մարդիկ, եթե տանը ունեն Ալցհեյմեր հիվանդություն ունեցող հարազատ, կապվեն ձեզ հետ, ինչպես կարող են կապվել եւ որպես օրինակ, որպես դեպք իրենք էլ մասնակցեն այս աշխատանքին որպես բուժառու, որպես խնամատար։ Դա կլինի մեր համար հսկայական օգնություն, ես կողջունեմ ցանկացած հետադարձ կապ, ես կիսվեմ ձեր հետ մեր բոլոր հնարավորություններով, այսօր Փառք Աստծո կա email հասկացողություն, այսօր կա էլեկտրոնային փոստ հասկացողություն, հա, կա WhatsApp կա, Viber, ես կթողեմ ձեր բոլոր իմ կոնտակտները մեծ հաճույքով ոչ միայն իմ, այլ նաև մեր երիտասարդ աշխատողների, որ խնդրենք, որ դիմեն բժշկական համալսարանի հանրային առողջության, բայց ավելի որպեսզի կարճ լինի ճանապարհը, մենք թողենք նաև կոնտակտային համարներ։